Եվ այսպես առաջին փորձարկումը վենտունի։ Իհարկե ես ընդունել եմ ծրագիր Մոսկվայում վերապատրաստման ընթացքում, բայց հիմա արդեն այրոֆլեքսում կիրառում ենք այս վենտուն հրաշագործակը, որպես չինական բժշկության առողջարարական մեթոդների համարվում է ամենահետաքրքիր ծրագիրը։ Քո մեջի ինը, այսինքն քնահանդաղած պրոցեսները հանում է դուրս։ Սովորաբար մենք թույլանում ենք վատ ենք զգում, որովհետև կամ տոքսիկացված ենք, կամ չունենք արյան շրջանառություն, կամ չունենք դիմադրողականություն։ Ահա սարքը կարգավորում է ոտքերից արյան եւ էներգիայի հոսքը դեպի վեր։ Հաջորդ անգամները մենք նաև հետաքրքիր փորձեր ենք ցույց տալիս։ Պարզվում է, երբ էներգիան սկսում է ճիշտ հոսել, ընդամենը 1 աստիճան բարձր ջերմաստիճանը բարձրանալուց մոտավորապես 5-ից 6 անգամ ուժեղանում է իմունիտետը, եւ այդ էներգիան զգում եք անգամ, եթե ուղղակի հասարակ լամպոչկան մոտեցնում եք մարմին։ Այսօր դեռ չէ, ասում են առաջին օր դա չի աշխատում, փակենք կանդալները, հետո կանդալները բացվելուց հետո ես դա կցուցադրեմ, այսպես փոխեցին կարմիր լույսը կապույտին, միացրեցին իոնիզացիան, թթվածնի իոններ են գնում, ու զգացողությունը կարծես շնչում եմ ջրվեժի մոտ, հետև գլխապտույտ կա, այդ զգացողությունը բնորոշ է թթվածնի հոսքին, եւ երբ որ ես էներգետիկ աշխատանք եմ կատարում, սովորաբար ոտքերից բարձրացող այս էներգիան հիմա զգում եմ։ Դրել եմ ամենաթույլ ռեժիմների վրա, որովհետև դրել եմ կարճ ժամանակով, որ հասկանանք աշխատանքը օրգանիզմի։ Ինձ թվում է արդեն մոտ 1-2 աստիճան բարձրացել է, ուղղակի այսօր այդ հեռակա ջերմաչափից չունենք չափերով, չափենք հետո եւս։ Հիմա արդեն փոխեցինք, տեղահերցային ալիքներն ենք դրել, դա այն զգացողությունը, երբ մարդը քայլում է հողի վրա, հողակցվում է, էներգիա է ստանում ներքևից։ Այն հիմա կարծես ջերմությունս իրոք բարձրանում է, արյան հոսքը դեպի գլխուներ, այո, աչքերն է սկսում բացվել, պարզվել եւ լիմֆան է սկսում մաքրվել։ Վիրուսներից հետո հատկապես թույլ ժամանակ դա առավել կարևոր է, մարդիկ ովքեր քայլելու, ծնկները չծալվելու, ցավերի խնդիրներ ունեն, հատկապես միացնում են ահա սարքը այսպես, բայց ընդհանրապես սարքը ունի էլի լրացուցիչ օգնող մասեր, դա գոտին է միանեցնող եւ դեմքի կոսմետիկ խնդիրներ կարգավորող։